Իմ համար բնավորությունը նենց բան է, որ ինքը քոնն է, ու դու ինչքան էլ փորձես իրան փոխես, մեկը չի ստացվելու։ Դու պիտի նայես համ լավ կողմը, համ վատ կողմը։ Դա հիմարություն է, երբ որ մարդը նայում է մենակ լավ կողմին կամ մենակ վատ կողմին։ Եթե փորձես հայելային ձևով ապրես ուրիշի կյանքը, դու քո կյանքի բան չես հասկանա։ Ամեն մարդ ինքն իր բնավորության ձևն ունի, ու դա ոնց որ եթե մարդիկ միանման լինեն, կյանքը անհետաքրքիր կլինի։ Մարդիկ պիտի բնավորությամբ իրար հակասեն, որ կյանքը լավ լինի։ Մարդու բնավորությունը առաջին հերթին ձևավորվում է իր ընտանիքում։ Մարդ պիտի իր շրջապատում ընտրի այնպիսի մարդկանց, ումից որ սովորելու բան ունի։ Ես հանուն սիրած մարդուն, ով էլ ուզում է լինի, ես հաստատ ինձ չեմ փոխի։ Ես չեմ ծնվել, որ իմ բնավորությունը փոխեմ արդեն այն բնավորությունը, որով ինձ մարդիկ ճանաչում են արդեն։ Մենք բոլորս գիտենք, որ մենք բոլորս իդեալական չենք, բայց կան ունես մարդիկ, որ դու կարող ես իր համար լինես իդեալական։ Բարև բոլորին, մենք կրկին հանդիպեցինք եւ մեր այսօրվա թեման։ Մեր այսօրվա թեման այն է, որ մարդը արդյոք կարող է իր բնավորությունը ամբողջովին փոխել։ Ինձ թվում է, որ մարդը իր բնավորությունը չի կարա միջևերջ փոխի։ Ինձ թվում է, դա կապված է, օրինակ, հանուն ինչ-որ մեկի դու կարաս ինչ-որ բնավորության վատ գից, կամ այն գիծը, որը տվյալը մարդու համար լավը չի փոխես, բայց միջևերջ փոխել իմ համար անհնար է։ Դենց մեն չի կարա լինի։ Հա, ես էլ եմ համաձայն, իմ համար բնավորությունը նենց բան է, որ ինքը քոնն է, ու դու ինչքան էլ փորձես իրան փոխես, մեկը չի ստացվելու։ Կարող է ինչ-որ չափով ինքը անցնի, բայց միևնույն է, ինչ-որտեղ ինքը ոնց որ միջևեր չես կարա իրան հանես քո մեջից։ Որտեղ բնավորությունը, հա, մարդու բնավորության գծերը մարդ միջև իր կյանքի վերջի բնավորությունը ոսկսում է ճանաչել։ Ինձ տենց է թվում։ Դե հա։ Դες Ու ոնց որ դու կարաս ընթացքում քո շրջապատից կամ քո տարիքի ապրած կյանքից ելնելով դու կարող ես ոնց որ մոռանաս քո հին վարքագիծը ու նորով շարժվելով արդեն փոխես ընդհանուր քո ամբողջ բնավորությունը ու չճանաչես քեզ ու ոչ միայն դու քո հասարակության մարդիկ կարող չճանաչեն քեզ արդեն ու դա կլինի այն որ դու ամբողջովին փոխել ես քո բնավորությունը այսինքն հետեւաբար ես մտածում եմ որ մարդը կարող է ամբողջովին փոխել իր բնավորությունը Ինձ թվում է այդ հնարավոր այն դեպքում եթե տվյալ մարդը ահավոր շատ աշխատի իր վրա որովհետև հեշտ բան չի բնավորությունը փոխել մի օր առավոտ արտանաս ասես ես իմ բնավորությունը փոխում եմ ու սա փոխես Դե հա բայց անենց հստացում որ կարող է փոխի մարդը Ինձ չգիտեմ ինձ թվում է Ես Նարեկի խոսքեր համաձայն եմ որ մարդը միջև իր կյանքի վերջը ինչ որ բնավորության գից իր մեջ սովորում է ունենում է ստեղծում է Ես թվում է այն ամենավերջի պիկ ժամը որ մարդ արդեն կարա էլ իր բնավորությունը արդեն վերջնականն ինձ թվում է արդեն տատի պապի դարձած վիճակներն ավելի մեծ տարիքում Դե դու կյանքում ինչքան նոր տեսարան ես տեսնում, այտենց ավելի շատ ես քեզ Մարդը միշտ սովորում է ու այդ սովորելու ընթացքում իր մոտ ավտոմատ գալիս է բնավորության գծեր։ Իր կյանքի մեջ պետքա դառնա հայր կամ մայր, տատիկ կամ պապիկ։ Դե այդ բնական է, որ այդ ընթացքում իր բնավորությունը փոխվել է, չի կարող դառնա տատի, իր բնավորությունը դառնա 18 տարեկանի բնավորություն։ Այդ բնական բան է։ Ես էլ հենց այդ եմ ասում, այսինքն նշանակում է, որ դու կարաս քո կյանքի ընթանուր վարկը փոխես։ Ամեն մի տարի իր բնավորության ձևն ունի։ Դե հա, բայց մենք խոսում ենք որ կարա մարդը փոխի, այսինքն կարա փոխի էլի, որ ընթացքում միշտ փոխվում է։ Կարա, բայց դա շատ երկար ժամանակ է պահանջում։ Դե հա, դա կարա։ Չի կարա մարդ որոշի որ ինքը sense բաներ չպիտի անի ու ինքը չանի։ Եթե ինչ-որ մի մարդ ինչ-որ մի բանի հետ կապված է, ենթադրենք իր բնավորության մեջ կա այնպես ինչ-որ գիծ, որ ինքը տվյալ ինչ-որ իրավիճակին պիտի նման ձև դրսևորվի, որ չի կարա մարդը մի անգամից ասել ես չեմ կարա ասես դրսևորվեմ, այդ ինչքան մարդ ուժեղ պիտի լինի, որ կարողանա այդ տվյալ բանը, որը ինքը տենց է սովոր, դարել է իր բնավորության մի մասը, ինքը մի անգամից չանի։ Դե ինձ թվում է որ մարդը հա եթե աշխատի ամեն ինչի վրա, այն ինչը որ ուզում է փոխվի, աշխատի կփոխվի, էլի։ Ու այդ ամեն ինչում է, այդպես մենակ բնավորության մեջ չի։ Դե բնավորությունը քո վարքագիծն է, քո պահելաձևն է, հասարակությունը ցույց է տալու դու քեզ անես ոնց կաս։ Բայց բնավորության մարդ կա որոնց բնավորության գիծ ունի, որ իրան ցույց չտա ընդհանրապես։ Չի սիրում ցույց տալ իրան։ Մարդիկ կան որ պարփակված են։ Դե համար դու կարող ես մարդու բնավորությունը չիմանաս, բայց ինքն իր մեջ փոխվի, ինքը իր մեջ հասկանա, որ ինքը փոխվել է, բայց դու չհասկանաս, որ ինքը փոխվել է։ Տենց էլ է լինի։ Մանա դու ինչ ես մտածում, կարող է շրջապատը ազդել մարդու բնավորության վրա։ Ինձ թվում է որոշ չափով կարա այդ նաև մարդուց է գալիս ըստիս այսինքն եթե մարդը իր
իր բնավորությունը հաստատակամ է ու ինքը ոնց ասեմ հա կոնկրետ մարդուց է գալի ինքը կփոխի իր բնավորությունը իր շրջապատում թե չէ բայց շատ մարդիկ կան որ եթե իր շրջապատը ասե գիտես մածունու սև են կասի սևը շատ կան տենց շատ կան իրենց հարկող տեսակ էլի Ոդ մարդուց է գալի մարդու տենց տեսակներ կան եսիմ իսկ դու ինչ ես մտածում Ես մտածում եմ որ մարդու բնավորություն իր շրջապատը չի կարա փոխի եթե մարդը հաստատակամ է այսինքն ինքը շատ դեպքերում կոփված է ու դրանից ելնելով իր մեջ արդեն բնավորության վերջնական գիծը արդեն սահմանվել է իրան կողքից ով ինչ էլ ասի ինչպիսի մարդիկ են ինքը չի փոխվի կարա շատ դեպքերում մարդու շրջապատը փոխի բայց այդ ինձ թվում է մի քիչ թույլ մարդկանց կարա փոխի եթե մարդն ինքն իր որոշումների մեջ իր բնավորությանը իր վրա ինքը վստահ է թե ինքը ինչպիսի մարդ է ինքը չի փոխվի Բայց օրինակ կարակ լինեք ոնց որ քո ընկերոջ հետ ոնց ասեմ ոնց որ դու ընկերդ կարող է իրար հետ խոսակ հասկանաս որ ինքը ավելի քիչ է քեզանից խոսում ավելի քիչ է մարդկանց իրան ցույց տալի ու ինքը ավելի հաջողակ ու երջանիկ է քան դու իսկ դու դրա հակառակ կերպարն ես որ ավելի շատ ես խոսում ավելի շատ ես ցույց տալի ու խոսում քո պլանների մասին ու չի ստացվում ծախողումը պլաններդ ու դու այդ բնավորությունը քո ընկերոջից տեսնելով վերցնես որպես լավ բնավորություն ու դու էլ դառնաս իրեն նման ավելի հաջողակ ու ավելի ոնց ասեմ ոնց որ Ես քեզ հասկացա, հա։ Այդ իմաստով դրա համար շրջապատը կարա փոխի մարդիկ մարդկանցից սովորում են երեխեք։ Դե հա։ Օրինակ լինում են դեպքեր, երբ որ մարդը իր շրջապատից ես ինքս անձամբ այն մարդկանց հետ ում հետ որ ես շփվում եմ, ես իրանցից մենակ լավն եմ վերցնում, որովհետև գիտեմ, որ այդ ինչ որ լավ բանը կարա իմ համար լավ անդառնա։ Ոնց որ Նարեկն ասեց, որ մարդիկ կարան իրար հակասեն, տվյալ անձնավորությունը, օրինակ ես լինեմ բաց, իմ պլանների, իմ ամեն ինչի մեջ մարդկանց հետ կիսվեմ, բայց իմ կողքի մարդը որոշի, որ ինքը պիտի լռի, որ իր ունեցած ցանկություններն ու պլանները իրագործվեն։ Ես դա անցալում եմ որպես ճիշտ քաղաքավարություն ու դա վերցնում եմ ինքս իմ մեջ։ Բայց մար դու ոնց ես հասկանում, որ տվյալ բնավորությունը լավն է ու ինքը ոնց որ սազականակ է։ Հա։ Նայեք, նախքան տվյալ գիծը վերցնել քո մեջ, դու պիտի անալիզ անես այդ քո մեջ, ինչով է ինքը լավ, ինչով է ինքը վատ։ Եթե ես տեսնում եմ, որ տվյալ բանը տոկոսային ձևով ավելի լավն է, ես դա 50%-ով վերցնում եմ իմ մեջ։ Այսինքն էշի, որ ես տվյալ բանը 100% դարձնում եմ իմ բնավորությունը կամ փորձում եմ դասել իմ բնավորության ինչ-որ հատված։ Նախ դրա համար ժամանակ է պետք, նախ ես մտածում եմ, որ եթե ես 100% տվյալ մարդու նման անեմ ուրիշների հանդեպ, այդ մարդիկ ինձից կհեռվանան, թե չեն հեռվանա, կշփվեն իմ հետ, թե չեն շփվի, այսինքն ես իմ մեջ փորձում եմ հասկանալ դա ինչքանով է լավ, ինչքանով է վատ։ Հա, այսինքն հնարավոր է, որ այդ մարդու լավ բնավորությունը դու վերցնում ես քեզ, բայց այդ բնավորությունը քո վրա վատ անդրադառնում։ Դու չես կարողանում այդ լավը անել։ Չեմ ասում, որ կներես, չեմ ասում, որ միջև վերջը վատ կարա դառնա, ասում եմ, որ 50% դու պիտի նայես համ լավ կողմը, համ վատ կողմը։ Դա հիմարություն է, երբ որ մարդը նայում է մենակ լավ կողմին կամ մենակ վատ կողմին։ Պիտի երկու իրավիճակներն էլ քո կյանքում հասկանաս։ Բայց sense մի հատ բան էլ կա, որ եթե փորձես հայելային ձևով ապրես ուրիշի կյանքը, դու քո կյանքից բան չես հասկանա։ Այսինքն ոնց որ եթե ուրիշի մոտ դա լավ է ստացվում, դա փաստ չի որ քո մոտ է նույնը լավ կստացվի։ Քո մոտ քո արած ավելի լավ կստացվի։ Այսինքն եթե հիմա ներկապային լավ չի, լավը նախատեսված է հետոյի համար։ Հիմա եթե վատ է, ուրեմն պետքա վատ լինի։ Եթե դու փոխես պլանները, ոնց որ Աստծո պլանների փոխարեն դու քոնով շարժվես, դա կարա վատ անդառնա քո վրա։ Այսինքն եթե դու ասենց ասած կոպի ես անում ուրիշին, ուրիշի ապրած կյանքը ինքը կարող է ուրիշ փորձ ունի, դու ուրիշ փորձ ունես, ու ինքը գիտի, եթե լավ անի ու վատ լինի, ինչ ձև կվարվի, ու եթե դու լավ անես, ու վերջում օրինակ մի 5 օր հետո հասկանաս, որ դա վատ անդառնում քո վրա, դու չգիտես ինչ պետք է անես, բայց դու արդեն ընտրել ես այդ կյանքում, պետքա շարժվես, չէ՞։ Այսինքն չխոսալ։ Եթե ընտրել ես, պետքա չխոսես, բայց օրինակ քո համար կարող է դու խոսում ես, քեզ ավելի լավ անդառնում։ Դե հա։ Ամենա այն վատ կողմից, ամեն մարդ ինքն իր բնավորության ձևն ունի, ու դա
Ոնց որ թե մարդիկ միանման լինեն, կյանքը անհետաքրքիր կլինի։ Մարդիկ պիտի բնավորությամբ իրար հակասեն, որ կյանքը լավ լինի, կամ որ իրենք իրար հասկանան, թե չէ թե մարդը մենք բոլորս իրար նման լինենք, մեր իրար հետ շփվելը այդքան էլ հետաքրքիր չի։ Բայց օրինակ մի հատ բնավորություն կա, որ մարդիկ ուրիշների կյանքում են ապրում։ Դու ասացիր, որ մենք չշեղվենք Աստծո պլաններից, որ եթե որ սխալ է ուրիշին ընդօրինակելը, բայց կարող է հենց այդ Աստծո պլանը, ինչ որ տվյալ մարդու հանդեպ, որ ինքը այդ մարդուց ընդօրինակի ինչ որ բան ու դառնա ել ավելի լավը։ Մենք չգիտենք, չէ՞, Աստված ինչա պատրաստել մեզ համար։ Իսկ ես sense եմ մտածում, եթե խոսքը գնում է այն մարդու մասին, ում հետ որ դու երկար ես ծանոթ, ու դու այդ ամեն ինչը շուտվանից ես տեսել, որ այդ մարդը չի խոսում, իսկ դու խոսում ես, այսինքն դες մեր բերեն, որ մարդը չի կիսվում, բայց դու կիսվում ես ուրիշների հետ։ Եթե պետք լիներ, եթե Աստծո պլանների մեջ դա ընդգրկված լիներ, դու արդեն այդպես կլինեիր։ Օրինակ, ես այդպես եմ մտածում, էլի ոնց որ եթե պետք լինի տենց է եղած կլինի արդեն։ Ոնց որ հետագայի մասին էլ արդեն եթե քո միտքը գա ու դու ոնց ասեմ, ոնց որ կասկածես քո ընտրության մեջ, ուրեմն հետիվ Աստծո պլանների մեջ չի, որտեղ Աստծո պլանները միշտ հստակ են։ Չի լինում այնպես, որ դու անես ու կասկածես։ Լինում է դու անես ու ընդհանրապես չմտածես ու վատ կլինի։ Ինձ տենց է թվում։ Ես թվում է ամեն մեկս մեր հետաքրքիր տեսակետն ունենք այս թեմայի շուրջ ու ես թվում որ մենք այս հաղորդումով իրար բացահայտում ենք ամել։ Երեխեք գիտեք ինձ մի բան էլ է թվում, որ նույն չի թվում, ինձ թվում է տենց, հա, որ մարդու բնավորությունը առաջին հերթին ձևավորվում է իր ընտանիքում։ Դու ասեցիր, որ մարդիկ կան, որ ուրիշի կյանքով են ապրում, այսինքն այդ տվյալ մարդու ընտանիքում այդ նորմալ է։ Ու այդ մարդն էլ է նորմալիզացրել, որ իմ պապան կամ մաման օրինակ նստում են սուրճ խմել ու սրա նրա կյանքն են քննարկում, այդ նորմալ է, ինչի ես էլ չանեմ։ Այսինքն այդ սաղմը երեխու մեջ, երեխուց սկսեմ, երեխու մեջ այդ սաղմը դրվում է իր ընտանիքից, իր ծնողներից։ Ու շատ բան կախված է իր ծնողներից, թե իր ծնողները այդ ոնց իրենց կպահեն, որ իրենց երեխան էլ ավելի լավը լինի։ Այսինքն ծնողներից շատ դեպքերում ամեն ինչ ընտանիքից է գալի, ինձ թվում է, շատ դեպքերում։ Ամեն ինչը սկսվում է ծնողից։ Հա։ Ու ընտանիքից, թե դու որտեղ ես մեծանում։ Ես քո ասացի հետ համաձայն եմ, բայց շատ դեպքերում հիմնականում համ ընտանիքն է նպաստում մարդու բնավորության ձևավորմանը, անգամ վատ։ Ու համ էլ մարդու շրջապատը, թե ինքը ում հետ է շփվում։ Մարդ պիտի իր շրջապատում ընտրի այնպիսի մարդկանց, ումից որ սովորելու բան ունի։ Ոչ թե ամեն մեկի հետո որ կարա քննարկի քո մոտ ուրիշին, բայց ուրիշի մոտ էլ քեզ քննարկի։ Այդպես մարդիկ շատ կան։ Մենք չգիտենք, բայց իրանք կան։ Շատ կան։ Դե այդ մարդու դու պետք է շփվես, որ հասկանաս պետք չի շփվել իր հետ։ Ընդհանրապես դու մարդուն չես կարա միջև վերջ 100% իր վրա գարանտիա ունենաս, որ դու չես կարա, հա, դու չես կարա մարդու վրա 100% գարանտիա ունենաս, որ ինձ չի թվում, ես օրինակ ունեմ ընկեր, որ մենք արդեն շատ երկար ժամանակ է շփվում ենք, արդեն 10 տարուց վեր շփվում ենք իրար հետ, ու ես իմ կյանքի մեջ ամեն վստահ եմ, որ ոչ մի բան մեր մեջ չի կարող լինի, որ մենք էլ չշփվենք։ Իսյան լորասնոք չէ վստահել մարդուն 100% ճանաչել կամ բան։ Ես վստահ եմ իմ վրա էլի, որ ես ինչքան իրան ճանաչեմ, ես իրան վատով չեմ ճանաչելու։ Մենք իրար գիտենք, նույնն էլ ինքը ինձ, այն որ ինչ ես եմ մտածում իր մասին, ինքը իմ մասին է մտածում։ Այդ հատուկ այդ վիճակում, օրինակ ես էլ եմ նման ընկերուհի ունեմ, ու քո նման եմ մտածում, բայց նաև պետքա նայենք հակառակ կողմը միշտ։ Այն միակ մարդը կամ մարդիկ ովքեր որ քեզ չեն խփի քո մեջքի հետևից կամ դու իրանցից ինչ որ բան չես ասել, մենակ ձեր ընտանիքն է։ Բայց դնում են այդ դեպքերը, որ ընտանիքում էլ այդպես անախորժություններ լինի։ Դե հա, բայց խոսքը վերաբերվում է այս պահին շրջապատի մասին։ Դե դրա համար այս կյանքում մենակ դու պետքա քո վրա հաստատ վստահ լինես, ինձ թվում է, հա։ Միակ մարդը, որ ձեզ չի դավաճան, դուք եք։ Դուք ինքները ձեզ չեք կարա դավաճանեք։ Չնայած կան դեպքեր, որտեղ որ մարդը ինքն իրան դավաճանում է, բայց հիմնական իմաստով եկեք հասկանանք, որ մենք ինքներս մեր հույսը պիտի մեր վրա դնենք ու մեզ վստահենք։ Հա։ Ես հանուն սիրած մարդու, ով էլ ուզում է լինի, ես հաստատ ինձ չեմ փոխի։ Ես սիրում եմ, որ ինձ սիրեն նենց, ոնց ես կամ, ուզում է լինի վատ բնավորություն, ուզում է լինի լավ բնավորություն, բոլորս էլ ունենք թերություններ, առավելություններ։ Ես միշտ ուզեցել եմ, որ ինձ տենց սիրեն։
Շատ դեպքեր ա եղել, որ ինձ ասել են մի քիչ որ սենց լինեիր կամ չգիտեմ, այս փոխեիր քո մեջ ավելի լավը կլիներ, ասում եմ չէ, բայց ես սենց եմ, չէ, ես սենց եմ յուրահատուկ։ Ու ես հաստատ իմ հանուն սիրած մարդու ինձ չեմ փոխի։ Ոչ էլ բնավորության ինչ որ գիծ կփոխեմ։ Ես ուղղակի այդ մարդուն կասեմ, եթե սիրում ես ինձ, ուրեմն սիրն ես ոնց կամ, ինչ ես ուզում ինձ փոխես։ Ես հաստատ չեմ փոխվի սիրած մարդու համար։ Դու ոնց ես մտածում։ Մանեն ասեց են ինչ որ ես կասեի, բայց ես իմ խոսքն էլ ասեմ, ես չէի փոխվի, որովհետև եթե մարդը քեզ իրոք սիրում է, պետք է ընդունի քեզ այնպես ոնց որ դու կաս, եթե մարդը իրոք քեզ սիրի, ինչն է պետք քո փոխվելը, մարդուն պիտի ընդունես համ իր թերություններով, համ իր առավելություններով։ Ես չեմ ծնվել, որ իմ բնավորությունը փոխեմ արդեն այն բնավորությունը, որով ինձ մարդիկ ճանաչում են արդեն։ Իսկ ես sense եմ մտածում, որ եթե դու ինչ-որ մարդու սիրում ես, դու առանց իր իմանալ, եթե դու մարդու սիրում ես, այդ մարդը քո համար է, դու իր լրությունը կհասկանաք։ Այդ եւի բոլորը հասկանում որ տենց է։ Ու դու իր լրությունից կարաս հասկանաս, որ սա իր դուրը չի գալի։ Օրինակ, եթե տեսեք դուք ասում եք, չէ սիրել, ու եթե սիրելուց կսիրին այնց ոնց կա։ Իսկ եթե այդ մարդը չի սիրում քեզ, այդ քո բնավորության գիծ ու ինքն էլ այդ ձևի մարդը։ Ինքն էլ այն մարդն է, որ չի սիրում։ Եթե փոխվեն, մենք իրար համար չենք։ Դե բայց դու չես կարող հասկանալ ով է քո համար ով չէ։ Եթե փոխվեն, պիտի երկուսով փոխվեն, որտեղ մի հոգին չի կարա փրկի հարաբերությունները շփման։ Իսպես կարող է մեկը խանգարում է մյուսին, չգիտեմ։ Երկուսը պիտի նստեն եթե քո ցանկությունը մի մարդու հետ լինելը կա, ոնց որ դու sense ուզում ես այդ մարդու հետ լինես, քո կյանքը անցկացնես, դու ամեն քայլի կգնաս այդ մարդու հետ լինես, էլի ապագա։ Բայց մարդն էլ պիտի իր կողմից ինչ որ չէ քայլեր անի։ Դե հա պետքա քայլեր անի, բայց եթե խոսում ենք փոխվելու մասին, դու է պետք է հասկանաս, մենք բոլորս է գիտենք, որ մենք բոլորս իդեալական չենք, բայց կան այնպես մարդիկ, որ դու կարող ես իր համար լինես իդեալական։ Օրինակ, եթե ոնց որ դու չես սիրում էլի ոնց որ մի մարդու մեջ այդ մի հատուկ այդ գիծը, դու ոնց ասեմ, այդ մարդու հետ գոնե պետքա խոսես այդ գիծը փոխելու մասին։ Եթե չէ, օրինակ, եթե չէ դու հասկանում որ ինքը քեզ չի սիրում, պատրաստ չի դա անելու։ Գոնե ես իմանամ, որ այդ մարդը պատրաստ է, բայց չփոխվի, այդ իմիջ լիքը բան է փոխելու, որ ինքը պատրաստ է կարող անի, բայց չի, ոնց ասեմ, ոնց որ ուզում է, բայց չի կարող, դա ուրիշ է, բայց որ չի կարող ու չի ուզում, դա լրիվ ուրիշ է։ Ես տենց եմ մտածում։ Ըստ ուրեմն այս հաղորդումը արդեն բարձ էր, ով ինչ գաղափարներ ունի, ով ինչ ձև է մտածում։ Ես ուրախ եմ, որ մենք այս հաղորդումով կարողացանք իրար համաձայն լինել, իրար հետ իրար հակասել։ Մենք ամեն մեր այս հաղորդումով իրար ավելի ենք ճանաչում ու ավելի ենք իրար բացահայտում։ Օրինակ, ես մի հարց ունեմ, երկուսիդ Ինչն է իմ բնավորության մեջ, որ ձեզ դուր է գալիս։ Իմ հետ այսքան ժամանակ շփվելու համար։ Ինձ թվում է առաջինը թող մանեն պատասխանի, որտեվ մենք իրար նոր ենք։ Նոր ասելով ի նկատի ունեմ արդեն կլինի մի քանի ամիս, որ մենք իրար ճանաչում ենք, դու ինչ ես հասցրել իմ մեջ բացահայտես, ինչն է քեզ դուր եկել։ Առաջին հերթին կասեմ քո պարզությունը, ես շատ եմ սիրում քո պարզությունը, անկեղծությունը ու ես առաջինը մարդու հոգու մաքրությանն ու պարզությանն եմ նայում ու հենց որ մենք իրար հետ հանդիպեցինք, նայեցի քեզ, ասի վсё ինքը լրիվ ոնց ասեմ իմ մաստի մարդ է։ Ինքը շատ պարզ հոգով է ու այդ հոգու մաքրությամբ, անկեղծությամբ ջրի պես զուլալ է ուղղակի տենց ասեմ։ Դրա համար քեզ շատ եմ սիրում։ Ես քեզ։ Հիմա թոնարի։ Ես ոնց որ աղջիկը ու տղային ու ինքիչ ուրիշ է, էլի ոնց որ հա դու կարող ես ավելի լավ ճանաչել, ես քեզ ինչքան որ ճանաչում դու էլի հա տենց պարզ ես, շատ ես էլ եմ այդ մարդուն ես շատ սիրում։ Հիմա ոնց է դու լինեք, հիմա այդ լավ է, էլի։ Վատ մարդ չեք, էլի։ Ну կոնկրետացի ինչն է քեզ դուր գալիս։ Գնահատում, ավելի շատ։ Դե ասեցի էլի որ մարդ է սա գտ, տենց ընդհանուր։ Ու պարզ է, հա, մաքուր է, ճիշտ է ասեմ։ Շատ։ Ման օրինակ ես էլ եմ ուզում նույն հարցը քեզ տամ, իմ մեջ ինչն է քեզ ամենաշատ դուր գալիս։ Դու իմ մոտ մեջ առաջին ես պրոյեկտի առաջին նկարահանման ժամանակ, երբ որ մենք մեր առաջին թեման խոսացինք արհեստական բանականության ու ինտելեկտի մասին, ես դրանից հասկացա, որ դու շատ խոր իմաստ մարդ ես ու դա շատ դուր եկավ, այսինքն դու մակերեսորեն չես մոտենում ոչ մի բանին, դու դրա մեջ խորությունն ես նկատում, ինձ դա շատ դուր եկավ, որտեվ ես ինքս այդպիսինն եմ, բարի ես ամենակարևորը ու համեստ, դա շատ է դուր գալիս, որտեվ իմ համար ցանկացած աղջիկ պիտի իրան համեստ պահի,
Էդ է ինձ շատ դուր եկել ու ես էլ հասկացա, որ դու իմաստի մարդ ես ու մենք ինչ-որ թեմայի շուրջ կարանք շատ ծավալվենք ու շատ խոսանք ու տենց Նարեկինն էլ դե ես շտվանց եկել իրար ճանաչում, ինձ դուր է գալիս, որ դու շատ մաքուր ես, անկեղծ ես ու պարզ ես ու լավ մարդ ես, ինձ էդ է քո մեջ շատ դուր գալիս Առաջ որ մենք իրար հետ շփվում էինք, շատ չարաճճի բաներ էինք անում, բայց դե մեկը ես այդ ընթացքում էլ մեկը քեզ որպես լավ ընկեր միշտ սիրել եմ, սիրում եմ ու երկուսիդ է ես ու քեզ դե պարզ է, մանեին, հա ես մանեին սիրում եմ, ինքը շատ լավն է Ես էլ մանեին շատ սիրում եմ, շատ լավն է Ես էլ ձեզ եմ սիրում Դե հիմա ծապ տանք իրար Օպա